Ասմունքելու մեծ ցանկությամբ ամբյոնին է մոտենում Արարատում կոկորդիլոսաբուծարան այդպես էլ չհիմնած Գարիկ Սարգսյանը։ Իր վերաբերմունքը արտահայտել է հայ մեծանուն բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանը։ Անգիր չի սովորել իշխանական պատգամավորը Պատկանյանի հայրիս թուքը բանաստեղծությունը, ուստի կարդում է. Դուն խելոք հաշվով վաճառական ես, մյուլ փող ու ապրանք կասեն շատ ունես, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի դալ վրան։ ԿՊԱ-կան պատգամավորը սա կարդալուց առաջ հիշեցրել էր Ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հեծի պետականացման օրերին արած հայտարարությունը եկեղեցու կողքին մնալու, հեծի հարցում թքած ունենալու մասին։ Թքած ունեմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, իրանց ասելով ում նկատի ունի, պարոն Կարապետյանը։ Հարցը տալիս պատասխանը չի լսում Գարիկ Սարգսյանը։ Իր մեկնաբանությունն ունի Կարապետյանի հայտարարության մասին, իսկ այդ մեկնաբանությունը ճիշտ հակառակն է ուժեղ հայաստանցիների պնդումների, որ հեծի ակտիվի վրա թքած ունի Կարապետյանը, համառում է Գարիկ Սարգսյանը։ Ասելիքս նույնն է։ Նկատի ունի մեր ժողովրդին, ում պատկանում է այդ էլեկտրական ցանցերը։ Երբ որ մենք մեջբերումներ կամ օրինակներ ենք բերում, պիտի աշխատենք մեր հագնուկ այդ օրինակները բերենք, որ հետո հանկարծ մենք առողջական խնդիրներ չունենանք։ Պարոն Ասլյան, ես ձեզ վստահեցնում եմ, որ քաղաքացիական պայմանագրում էլ բազմաթիվ մարմնի եւ հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, բայց եկեք այդ դաշտ չմտնենք։ Աժնախագահը եւ հորդորում է այդ դաշտ չմտնել եւ ինքն է մտնում։ Հերթական անգամ մոռանալով ընդդիմության հետ բարեկիրթ քննարկումներ ունենալու ջենթլմենական պայմանավորվածության մասին։ Կրկնում եմ, եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, որը կարող է ասոցացվել տարբեր բաների հետ, զսպեք ձեր մեջի պոետներին եւ ոչ միայն պոետներին։ Ես ուղակի որպես վերջի անձ, ով ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման ազգային ժողովի, հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով։ Բոքսի գնացողներ էլ կան մեզ մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան։ Ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Բայց քննարկելիքը դա չպետք է լինի, ասում է Նարեկ Կարապետյանը։ Տիկին Ղազարյան, խնդրում եմ ձեզ հարց տվողին փոխանցեք, եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք։ Տիկին Ղազարյան, փոխանցեք նախագահին։ Մենք վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարումը 8-րդ գումարման ու չունենալ նոր անվտանգության խորհրդի քարտուղար։ Գործունեությանը Թքել ասելիս մարդիկ նախ եւ առաջ պատկերացնում են քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանին, որ վերջերս ՀՀ աղք է նշանակվել, ավելացնում են ընդդիմադիրները։ Այնպիսի տեղ, որտեղ թքած ունենալ երբեք չի կարելի, առավելապես չի կարելի։ Կամ ով է աչուձախ մեղադրանքներ հասցեագրում թքած ունենալու համար, այն քաղաքական ուժը, որը գետնին էր լցրել ժողովրդի պաշտպան զինվորի մասունքները, շարունակում են ընդդիմադիրները։ Երբ նշված բառակապակցությունը օգտագործում եք, դուք գիտակցում եք, չէ, որ մարդիկ կարող են լինել, որոնք հիշեն օրինակ մեր զոհված հերոսների դիակները, մասունքները սառնարանում գետնին գցված։ Եկեք այդ բառակապակցությունը այս նիստերի դահլիճից հեռու պահեք։ 1000-ում օրինակ կա, որ ԿՊ-ն աշխատում է թքած ունենալու ձևաչափով, ավելացնում են ընդդիմադիրները։ Ո՞նց է լինում, որ շուկայում այդ նույն բանը մանրածախը ծախում են 510 դրամով, դուք մեծածախը առնում եք 545 դրամով։ Երևան ավտոբուսը դիզ վառելիք է գնել մեկ անձից ու շուկայականից շատ ավելի թանկ։ Հայաստան խմբակցության падգամավորը փաստեր է հրապարակում։ Էս ինչ ուժեղ առևտուր անող եք դուք։ Թքած ունենալ չէ, ինչ է շարունակում է Մանուկյանը։ Դեղատան տարածքի համար 540,000 դրամով վարձակալության առաջարկը մերժվել է, քանի որ քաղաքապետարանի պաշտոնյան նույն տարածքը նպատակահարմար է համարում տրամադրել շատ ավելի էժան գնով 300,000 դրամով, այսինքն շատ ավելի քիչ հարկ ու турքով, բյուջե մտնող գումարով։ Ստեղ ճիշտ ասած գայթակղություն կա, որ Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր եղած ժամանակ падգամավորական խոսույթով անդրադառնամ։ Բայց դա մի հատ կճշտենք, այդ մեր բացատրական բառարանի մեջ կիրառելի է այդ խոսույթը, թե չէ։ Եթե հա, այդ խոսույթով կպատասխանեմ այս պաշտոնյային։
Փոխարենը արփալճին հատուկ կարգավիճակ տալով իշխանությունը մոտ 13 անգամ թանկացրել է խոթհարքի հարկն ու տուրքը, ասում է Մանուկյանը, որ գիտի, թե որն է լինելու իշխանականների պատասխանը, կոռուպցիայի կարձանագրել, դատախազություն դիմեք։ Դատախազությունը մենակ մի պարագայում է ինձ արձանագրում, երբ որ ձեռքս լինում է մի հատ յոգուրտի շիշ, մի հատ նկար։ Կոռուպցիային բնի մեջ խեղդելու խոստումներով իշխանության եկածները ուղղակի ընկերացել են այդ պոզով պոչով կենթանու հետ, ասում են Հայաստան խմբակցության ներկայացուցիչները։ Այս քննարկումը չէր թարմանա, եթե ՔՊ-ն չպնդեր։ Նախկինում երկիրը թքած ունենալու արվեստով է կառավարվել, հիմա ոչ։ Իրենց իսկ բերած խոսույթից հոգնում են անգամ ՔՊ-ականները երբեմն։ Արդեն այս նիստերը բանի են էլի վերածվում, ինչ որ, չգիտեմ, Ալֆրեդի սենյակի են վերածվում հին թվերի։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։